չի ցուցադրվել, այդ շրջանի մեջ սրանք մի քիչ վաղ գործեր դնել են։ Դա ստուդիչնականություն ասեմ Թերեզային, Թերեզա Ջուրմեսի քիչ որտեղ դեպի կոնսալություն նորություն ունեցավ, ցույց տալու գործեր, որոնք վաղուց էի ուզում ցույց տալ, անկեղծ ասած, իմ այնքան շատ կարևոր գործեր են։ Ու Հովհաննիսյան ինստիտուտի դեմ ուզում ասեմ այդ շնորհակալություն, որտեղ անընդհատ եղել ա կողքս, ամեն ինչով օգնել ա, ստացվում կերպելու, սկսած գործերի ստեղծման համար տարածություն տալուց, վերջացրած արագին բաներով ու այս գործերը իմ այն գործերն են, որոնք ես սկսեցի անել պատերազմից հետո, ես ունեմ էլի շատ գործեր, բայց վերցրել եմ առաջիններն եմ ցուցադրել, 3 հատ գործ, որ իմ համար շատ կարևոր են, ու այս գործերը ես ուզում եմ հատուկ առանձնահատուկ շեշտեմ, որ շատ կարևոր է իմ համար, որովհետև նաև արել եմ մյուս իմ ընկերների արվեստագետների հետ միասին, որոնց հետ մենք վերջի 5-6 տարին անընդհատ գործ էինք անում, ես գործերը ոնց որ իրար հետ անընդհատ խոսալու, շփվելու, ինչ-որ իրավիճակներ հաղթահարելու արդյունքում, իրարից ազդվելու արդյունքում եղել մեկը Արմենակ Գրիգորյան, մեկը Լուսինեն Արավաստանցյան, որը այսօր ուշացած մազերով կգա, Նիկոն Հիվանդ էր, այսօր չկարողացավ գալու, Նարեն Սահակյան, իհարկե մենք 5-ով այնց ստացվեց, որ պատերազմից հետո որոշեցինք 5-ով իրար հետ աշխատենք, նա ցուցադրես անենք, ու երկար աշխատեցինք, հետո չստացվեց ու այս տեղից մնացին ահագին մտքեր, ահագին գործեր ու ուղղություններ ոնց որ աշխատելու, որը ինձ անձամբ շատ օգնել, ասկայլ ասես նորից սկսել արվեստով զբաղվելու համար։ Այդ մասպես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնեմ այդ բանի վրա ու հույս ունեմ իմ ընկերներն այս տարի սկսենք կամաց ցույց տալ ամեն ինչ որ մենք այսքան երկար ժամանակ փորձել ենք իրար հետ անենք։ Երկու բառ կուզենայի ասել այս գործերի մասին կոնկրետ ինչի ինձ այս գործերը ընտրել։ Դրանք հիմա ունեմ նոր գործեր արած, շատ ես հույս ունեմ կցուցադրեմ այս տարի, բայց սրանք իմ համար շատ կարևոր էին ու երբեք չեն ցուցադրվել։ Մի քիչ անձնական գործեր իմ համար։ Ինձ դժվար է իրականում այս ֆորմատի մեջ ցուցադրվել նախկինում, նախկին ձևով ցուցադրվելուց հետո ու այս 3 գործերը իմ համար կարևոր էին, որովհետև հենց այս 3 գործերից ձևավորվեց այն ինչ ինձ հիմա հետաքրքրում է արվեստում։ Կրկնողության այս գործողությունը անընդհատ նույնիսկ տեխնիկապես կարող ասեմ, կրկնողության գործողությունը անընդհատ որ մյուս իմ գործերի մեջ անընդհատ էլ արել եմ ու անում եմ ես իմ մարմին ու իմ միջավայրը ֆոտո, վիդեո դոկումենտացիոն ֆորմատի մեջ, որից առաջինը այս գործեր ու այդ առարկաների տարբեր տեսակի առարկաների, որոնք իմ համար շատ կարևոր են, ունեն որոշակի հիշողություն, այդ տեսակի տակտիլ առարկաների հետ շփման, հավաքելու ու իրանց հետ աշխատելու տրամաբանության մեջ էլ առաջինս հետադեմ գործներ։ Դրա համար այս տրամաբանությունն եմ ընտրել, այս 3 գործի տրամաբանությունն եմ ընտրել, ինքը ցուցահանդեսը, արտեստրան ցուցահանդեսը, ես ինձ անում մենակով չունի կուրատոր, ոնց տեսնում եք տեքստ չկա, ուղղակի ես իմ համար շատ կարևոր էր։ Ես ուզում էի ցույց տալ ու այդ իմաստով նա պրոբլեմն է, եկավ մի հոգի, որ մասին նոր խոսում էի, ասացի չէ, տենց եմ սպասի, ինչ ասեմ, ու այդ իմաստով եմ ուղղակի ինձ բզել, որովհետև ես 6 տարի չէի ցուցադրվել ու մի քիչ վախենալու էր իմ համար,
Լուսինեն բացեց մեր այդ շրջանը նախորդ ցուցահանդեսում պատկերասրահում, հիմա ոնց որ այդ գործերի շարքից նաև կարող եք տեսնել ստեղ, որ մենք այդտեղ երկարանում ենք մի հատ այդպես առանձնատուկ ցորակին եմ ուզում թողչան շնորհակալություն հայտնել, որտեղ ինքը ինձ համոզեց, որ ես անեմ, հենց այստեղ անեմ, ու ինձ թվում է այս փոքրիկ ցուցահանդեսի համար այդ շատ այս երեք գործի համար թերես ջանից հիանալ դեր ինձ դուր եկավ ոնց հավաքվեց այս ամեն ինչը։ Հենց որ շնորհակալություն որ եկել եք, շնորհակալություն բոլորին, հենց քանի որ կուրատոր չկա, տեքստ չկա, ես փորձեցի մի փոքր զուտ իմ տեսանկյունից հենց բացեմ ինչի մասին է ցուցահանդեսը, հենց որ շնորհակալություն բոլորին։